Ես Փիլիպ Վանդեր Փլոեմն եմ։ Երբեմն ինձ թվում է, իմ կյանքը բաժանված է երկու մասի։ Մինչ վարձակալական ընտանիքը և դրանից հետո։ Մինչ այդ ես պարզապես ամերիկացի դերասան էի, որը տարիներ առաջ եկել էր Տոկիո մեծ երազանքով։ Ես հավատում էի, որ այստեղ կգտնեմ իմ մեծ հնարավորությունը։ Բայց իրականությունը ուրիշ էր։ Փոքր գովազդներ, մերժումներ, անորոշ լսումներ ու վերջապես լռություն։ Ես ապրում էի մի փոքր բնակարանում, պատուհանից երևում էին Տոկիոյի լույսերը, բայց ներսումս մութ է։ Ամեն օր ես փորձում էի ինքս ինձ համոզել, որ դեռ ժամանակ ունեմ, որ ամեն ինչ կարող է փոխվել։ Բայց խորքում գիտեի, ես ոչ միայն աշխատանք էի կորցրել, այլ նաև իմ ինքնավստահությունը։ Մի օր ինձ զանգեցին մի գործակալությունից, որի անունը տարօրինակ էր՝ վարձակալական ընտանիք։ Սկզբում մտածեցի՝ կատակ է։ Բայց նրանք լուրջ էին։ Նրանք վարձում էին դերասանների, մարդկանց կյանքում ժամանակավոր ընտանիքի անդամներ դառնալու համար։ Ոչ թե թատրոնում կամ ֆիլմում, այլ իրական կյանքում։ Ես երկար մտածեցի։ Արդյոք դա ստորացում էր, թե հնարավորություն։ Երբ մտա նրանց գրասենյակ, ինձ դիմավորեց կազմակերպության ղեկավարը՝ Շինջին։ Նա շատ հանգիստ ասաց. «Մենք մարդկանց համար լրացնում ենք բացը։ Երբեմն մարդուն պետք է հայր, երբեմն որդի, երբեմն եղբայր։ Մենք դեր չենք վաճառում, մենք զգացողություն ենք ստեղծում»։ Այդ խոսքերը մնացին գլխումս։ Իմ առաջին հանձնարարությունը պարզ էր։ Ներկայանալ որպես հորեղբայր մի հարսանիքի ժամանակ, որպեսզի հարսի ընտանիքը ավելի ամբողջական երևա։ Ես սովորեցի նրանց պատմությունը, հարաբերությունները, նույնիսկ մանկության հիշողությունները։ Հարսանիքի օրը ես ժպտում էի, լուսանկարների մեջ կանգնած էի նրանց կողքին, ու առաջին անգամ զգացի տարօրինակ մի բան։ Մարդիկ հավատում էին ինձ։ Նրանք ինձ ընդունում էին որպես իրենցը։ Այդ պահին հասկացա, դերասան լինելը երբեմն ավելի մեծ պատասխանատվություն է, քան բեմում խաղալը։ Հետո եկավ ամենամեծ փորձությունը։ Ինձ խնդրեցին դառնալ փոքրիկ Միայիք հայրը մի քանի շաբաթով։ Նրա մայրը՝ Յումին, միայնակ էր մեծացնում նրան և ցանկանում էր, որ աղջիկը դպրոցական միջոցառման ժամանակ չզգա, որ ուրիշներից տարբերվում է։ Առաջին օրը, երբ Միան ինձ նայեց, նրա աչքերում կասկած կար։ Նա գիտեր, որ ես իր իրական հայրը չեմ։ Բայց նա նաև ուզում էր հավատալ։ Մենք միասին զբոսնում էինք այգում, ես նրան սովորեցնում էի հեծանիվ քշել, օգնում էի տնային առաջադրանքների մեջ։ Սկզբում դա պարզապես դեր էր։ Բայց օրերի ընթացքում ես սկսեցի անհանգստանալ, երբ նա հիվանդանում էր։ Սկսեցի հպարտանալ, երբ նա ինչ-որ բան էր հաջողացնում։ Մի օր նա ինձ հարցրեց. «Դու կգնաս, երբ այս ամենը վերջանա»։ Ես չկարողացա պատասխանել։ Գործակալությունը խստորեն արգելում էր զգացմունքային կապ ստեղծել։ Մենք պետք է հեռանայինք, երբ պայմանագիրն ավարտվեր։ Բայց ես արդեն ներգրավված էի։ Երբ Յումին սկսեց պատմել իր դժվարությունների մասին, աշխատանքի, միայնության, հասարակության ճնշման, ես հասկացա, որ ես պարզապես դերասան չեմ։ Ես դարձել էի նրանց կյանքի մի մասնիկ։ Սակայն իրականությունն անողոք էր։ Պայմանագիրը մոտենում էր ավարտին։ Ես պետք է հեռանայի։ Վերջին օրը, երբ ես պատրաստվում էի հրաժեշտ տալ, Միան գրկեց ինձ ու ասաց. «Շնորհակալ եմ, հայրիկ»։ Այդ բառը ինձ կոտրեց։ Որովհետև ես գիտեի, ես նրա հայրը չեմ։ Բայց այդ պահին ես նաև հասկացա, զգացմունքը իրական էր, նույնիսկ եթե իրավիճակը արհեստական։ Ես հեռացա նրանց կյանքից, ինչպես դա պահանջում էր կանոնը։ Բայց ես այլևս նույն մարդը չէի։ Այդ աշխատանքը ինձ ստիպեց նայել իմ կյանքին այլ աչքերով։ Ես միշտ փնտրում էի մեծ դեր, մեծ հաջողություն, ճանաչում։ Բայց իրական արժեքը այն էր, երբ դու կարողանում ես լինել մեկի համար կարևոր, նույնիսկ եթե դա ժամանակավոր է։ Ես սկսեցի հասկանալ, որ իմ կյանքի դատարկությունը չէր գալիս անհաջող կարիերայից, այլ կապերի բացակայությունից։ Վարձակալական ընտանիքը ինձ սովորեցրեց մի բան։ Ընտանիքը միայն արյունով չէ։ Երբեմն ընտանիքը ընտրություն է։ Երբեմն դա ժամանակավոր դեր է, որը դառնում է իրական հիշողություն։ Ես դեռ դերասան եմ։ Բայց հիմա գիտեմ, ինչ դեր էլ խաղամ, ամենակարևորը անկեղծությունն է։
Եվ երբ հեռախոսս նորից զանգում է նոր հանձնարարությամբ, ես այլևս դա չեմ տեսնում որպես պարզապես աշխատանք։ Ես դա տեսնում եմ որպես հնարավորություն, ինչ-որ մեկի կյանքում մի պահ իրական լինելու։ Որովհետև երբ դու ձևացնում ես, որ ընտանիք ես, երբեմն իսկապես դառնում ես ընտանիք։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք։ Սեղմեք հավանել կոճակը և կիսվեք ընկերների հետ։